Որն է քարոզելու գլխավոր նպատակը, որպեսզի մարդկանց կյանքը ավելի երջանիկ լինի, որպեսզի ազդելով մարդկանց զգացմունքների վրա գործողության մղենք նրանց, որպեսզի օգտագործենք տեքստային հատվածները ցույց տալու մարդկանց, թե ինչ պետք է անեն, ճիշտ է, թե սխալ։ Աստվածաշունչ ուսումնասիրելու եւ քարոզելու վերջնական նպատակը կիրառությունն է, պատասխան։ Մարդու գլխավոր նպատակը Աստծուն փառավորելը եւ նրա ներկայությունը հավիտյան վայելելն է։ Ակորինթացիներ 10-րդ գլուխ 31-րդ խոսքն ասում է. Ուրեմն թե ուտեք, թե խմեք, թե ինչ գործել որ անեք, ամեն բան Աստծո փառքի համար արեք։ Ապետրոս 4-րդ գլուխ 11-րդ խոսքն ասում է. Եթե մեկը խոսում է, թող ինչպես Աստծո հրամաններ խոսի, եթե մեկը մատակարարում է, թող լինի ինչպես այն զորությունից, որ Աստված է շնորհում, որ ամեն բանի մեջ Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի ձեռով, որին լինի փառք եւ զորություն հավիտյանս հավիտենից ամեն։ Աստծո նախանձախնդրությունը իր փառքի հանդեպ Եսայա 48-րդ գլուխ 11-րդ խոսքն ասում է. Իմ պատճառով պիտի անեմ, որովհետև ինչպես է բղծվում իմ անունը, եւ ես իմ փառքը ուրիշին չեմ տա։ Հռոմեացիներ 11-րդ գլուխ 36-րդ խոսքն ասում է. որովհետև նրանից եւ նրանով եւ դեպի նա է ամեն բան, նրան փառք հավիտյան, ամեն։ Առակաց 16-րդ գլուխ 4-րդ խոսքն ասում է. Տերը ստեղծել է ամենը իր նշանակության համար, Աստծո գործերը իր փառքի համար։ Ելից 9-րդ գլուխ 16-րդ խոսքը, համեմատությունը Հռոմեացիների 9-րդ գլուխ 17 խոսք։ Ինչու Աստված բարձրացրեց փարավոնին, եւ հենց սրա համար քեզ վեր կացրի, որ իմ զորությունը քեզանով ցույց տամ, եւ բոլոր երկրի մեջ իմ անունը պատմվի։ Ելից 10-րդ գլուխ 2-րդ խոսքում ինչու Աստված բերեց բոլոր պատուհասները Եգիպտոսի վրա, որ պատմես քո որդու եւ որդուդ որդու ականջներին, ինչ որ արի եգիպտացիների մեջ, եւ իմ նշանները, որ նրանց մեջ ցույց տվի, որ գիտենաք, որ ես եմ Յահվեն։ Ելից 14-րդ գլուխ 4-րդ խոսքում ինչու Աստված խստացրեց փարավոնի սիրտը, եւ փարավոնի սիրտը կկարծրացնեմ, եւ նրանց ետևից կընկնի, եւ ես փարավոնի վրա եւ նրա բոլոր զորքերի վրա կփարավորվեմ, եւ եգիպտացիները կիմանան, որ ես եմ Յահվեն։